Նախ ցանկանում եմ օգտվելով այս հնարավորությունից պատասխանել ազգային ժողովի նախագահին եւ հիշեցնել իրեն, ափսոս այստեղ չի, բայց կարծում եմ այս խոսքերը իրեն կասնեն, հիշեցնել իրեն, որ այն թվերին, որոնք իր կարծիքով եղել են այդ հանցագործությունների, չգիտեմ, հանցավոր սեփականաշնորհման տարիներ, այդ թվերին ինքը եղել է իշխող կոալիցիայի Հանրապետություն բլոկի կարկառուն դեմքերից մեկը եւ իր ամբողջ քննադատությունը, որը վերաբերում է այդ ժամանակաշրջանին, ես ընդունում եմ որպես շատ անարդարացի ինքնակննադատություն։ Սա մեկ։ Ես իրան ընդհանրապես խորհուրդ կտայի, երբ որ ինքը քննադատում է կամ հարձակվում է, մտածի, որ դա վերաբերում է եւ խփում է նաեւ իր վարկին։ Սա առաջին, երկրորդ, ինչ վերաբերում է քննարկվող օրենքին, ես պետք է արձանագրեմ, որ սա այն հազվագյուտ դեպքերից մեկն է, երբ իշխանությունը իսկապես հանդես է եկել մի օրինագծով, որը ունի շատ դրական նշանակություն եւ որը իրականում կնպաստի ինչ որ չափով բիզնեսի համար ավելի նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը եւ վստահ եղեք, որ ընդհանրապես երբևէ եթե որևէ լավ բան կանեք, ես միշտ մեծ հաճույքով դա կարձանագրեմ։ Շնորհակալություն։ Արծվիկ Մինասյան, համեցեք պարոն Մինասյան, բայց նշեմ, որ պարլամենտական էթիկետի մեջ չի մտնում տարիքով ավակի եւ նաեւ բացակա պատգամավորի ժամանակ խորհուրդներ